Տեսեք, ես այդ հայտարարությունը ստորագրած որևէ եկեղեցականի վերաբերյալ անձնական բնորոշումներ տալ չեմ պատրաստվում եւ պատշաճել չեմ համարում անդրադառնալ այն թեմաներին, որոնց վերաբերյալ մամուլում տարբեր տեսակի հրապարակումներ եղել են։ Անկախ դրանից, թե որ եկեղեցականը անձնական ինչ վերաբերմունք ունի իմ նկատմամբ, ես բացարձակ որևէ մեկի նկատմամբ անձնական թշնամանք, հակակրանք չունեմ։ Հիմա, եթե որևէ մեկը կարող է անձնական հակակրանք կամ թշնամանք ունենալու պատճառով կատարել մի գործողություն, որը ավելին չէ կամ քիչ չէ, քան դավաճանությունը, կարծում եմ ինքը մեծ պրոբլեմ ունի։ Դա ընդհանրապես պատրվակ է եւ արդարացում է։ Նույն տրամաբանությամբ ինձնից անձնական նեղսրտատության պատճառով մարդիկ կարող էին հայրմերը չարտասանել խռովել Աստծուց։ Թող խռովեին։ Եթե իմ նկատմամբ ունեցած հակակրանքը կամ թշնամանքը իրենց խռովեցնելու է Աստծուց, ինձ թվում է դա ավելի շատ բնորոշում է իրենց, քան թե ինձ։ Աստված իրենց հետ։ Ինչ վերաբերում է արտաքին ազդեցություններին, ես կարծում եմ այդ հարցին պատասխանեցի ես։ Այստեղ խնդիրը գիտեք ինչ, արտաքին ազդեցություն, ներքին հետաքրքրություն, ամբողջ խնդիրն է, որ այսօրվա երկրի ղեկավարը ցանկություն ունի ունենալ կառավարելի, ձեռնասուն եկեղեցականներ, որոնք որ այսպես կսպասարկեն իր հետաքրքրությունները, իր շահերը եւ որևէ ձև անձնական կամ հավաքական մոտեցումներով չեն հակադրվի իր քաղաքականությանը։ Իսկ այդ քաղաքականությանը չհակադրվել հնարավոր չէ։ Հնարավոր չէ համաձայնել այն քաղաքականությանը, որը այսօր իրականացվում է, որը որ բազմաթիվ վտանգներ եւ ռիսկեր է պարունակում։ Այդ մասին մենք արտահայտվել ենք։ Հնարավոր չէ համաձայնվել մի քաղաքական խմբակի մոտեցումների քայլերի հետ, որը հետևողականորեն կոչ է անում, քարոզում է պատմական հիշողությունից հրաժարվում, հարևանների բարյացակամությունը շահելու համար իրենց կողմից կարված զգեստներին հարմարվելու այսպես մարդահաճո մոտեցում։ Այդ իրական Հայաստան այսպես կոչված կոնցեպտը հենց դրա մասին է։ Մենք հարմարվենք մեր թշնամիների սպասումներին, որպեսզի նրանք դադարեն լինել մեզ համար թշնամիներ։ Սա ուղղակի անհեռանկարային, անհեռատես քաղաքականություն է։ Սեփական իշխանությունը երկարաձգելու դատապարտելի փորձ։ Ընդհանրապես այսքանը։ Ցանկություն կա ունենալ կառավարելի ձեռնասուն եկեղեցականներ, որոնք պետք է սպասարկեն հոգևոր ոլորտում իր հետաքրքրությունները եւ իր շահերը։ Քանի ես այս ասպարեզում կամ, քանի դեռ կաթողիկոսը Գարեգին II-ն է, այդպիսի մոտեցում չի լինելու։